Ավելի քան 8 ամիս է Հայաստանի Հանրապետության քաղաքացի գործարար Տիգրան Խաչատրյանը կալանավորված է եւ պահվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրան մեղադրում են իր դստեր Մարինա Խաչատրյանի նախկին ամուսնու Գարեգին Մուրադյանի եւ նրա հոր Արամ Մուրադյանի սպանությունը պատվիրելու համար։ 2024 թվականի հուլիսի 3-ին Խաչատրյանը միայնակ մեկնել է Մոսկվա եւ հանգրվանել քաղաքի հյուրանոցներից մեկում։ Օրեր անց հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Տվերսկայա փողոցի 28 տան մոտից նրան բերման էին ենթարկում։ Նույն օրը Խաչատրյանը ձերբակալվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կողմից։ Մեղադրում են իմ նախկին ամուսնու ու հոր սպանության նախապատրաստության մեջ։ Չմոռանամ նշել, որ ամուսին եղել է 10 տարի առաջ ու այդ ամուսնությունը տևել ընդամենը 3 ամիս։ Ամուսնալուծությունից հետո մենք ընդհանրապես չենք հանդիպել, չենք շփվել, ոչ մի ընդհանուր բան չունենք։ Փաստաբաններին եւ Խաչատրյանների ընտանիքին զարմացնում է նախաքննության առաջ քաշած վարկածն այն մասին, որ նախկին փեսային եւ խնամուն սպանելու, այսպես ասած, դիտավորությունը Տիգրան Խաչատրյանի մոտ առաջացել է Գարեգին Մուրադյանի կողմից դստեր առողջությանը լուրջ վնաս հասցնելու պատճառով, ինչը հանգեցրել է հղիության ընդհատման։ Մարինա Խաչատրյանը պնդում է, նախկին ամուսնու հետ բաժանվել են 10 տարի առաջ առանց թշնամության եւ կոնֆլիկտների։ Մենք կոնֆլիկտային իրավիճակում չենք հեռացել միմյանցից։ Դա եղել է իմ սեփական որոշումը, ես որոշումը կայացրել եմ, ինքը համաձայնել է։ Այդքան բան դրանից հետո մենք ոչ տեսել ենք, ոչ խոսել ենք իրար հետ։ Ոչ մի կոնֆլիկտ չի եղել ու ոչ մի կիսելու բան չենք ունեցել։ Մարինան փորձել է կապվել նախկին ամուսնու հետ, հասկանալ ինչ է կատարվել, արդյոք վերջինս հավատացել է այն ամենին, ինչ հայտնել են նրան։ Ես ուզում էի, որ լսեի իրան, բայց ինքը չցանկացավ իմ հետ խոսել։ Տիգրան Խաչատրյանի ընտանիքը հետո է հասկացել, թե ինչու են այս իրադարձությունները իրենց հետ տեղի ունենում։ Նրանցից փորձել են գումար շորթել, իսկ գործարարի ձերբակալումը կազմակերպել են իրենց հանցավոր մտադրությունը իրագործելու համար։ Ռուսաստանի Դաշնությունում քննվող գործը հիմնված է երկու գաղտնի վկաների ցուցմունքների վրա, որոնց ինքնությունը Խաչատրյաններին հայտնի է։ Որևէ փաստական տվյալ ըստ էության գործի մեջ չկա, որևէ ապացույց չկա այն մասին, որ Տիգրան Խաչատրյանը հանցանք է կատարել։ Կան ընդամենը անանուն անձանց հայտնած տեղեկություններ եւ կամ էր ողջամիտ ենթադրությունը եւ որ այն մասին, որ այդ անանուն վկաները այստեղից, այսպես ասած, գործողված վկաներ են, որոնք նախապես պլանավորված հանգամանքներով, նախապես պլանավորված ուրեմն այդ մտադրության մեջ գնացել են այդտեղ եւ ցուցմունք են տվել Տիգրան Խաչատրյանի կողմից հանցանք կատարելու մասին։ Գաղտնի վկաներից մեկը ըստ Մարինա Խաչատրյանի իր մոր մանկության ընկերուհին է, ինչ որ շրջան անգամ իրենց տանն է բնակվել։ Այդ կինը հենց այն կինն է, ով ծանոթացրել էր ինձ իմ նախկին ամուսնու հետ։ Ու այդ նույն կինը հետագայում շատ մեծ դերակատարություն ունեցավ, որպիսի այդ շորթման գործում էլ շատ մեծ դեր խաղա, էլի։ Գիտեմ, որ քաղաքում եթե փնտրենք 100-ից ավել մարդ կգտնենք, ումից գումարներ ա վերցրել, համոզելա տարելա բանկերում վարկերա ձևակերպել, գիտենք մարդկանց ումից ոսկիներ ա վերցրել, տարելա դրելա բանկ, գումար ա վերցրել, կոչ եմ անում, որ դիմեն իրավապահ մարմիններին, որպեսզի այս խարդախը պատասխանատվության ենթարկվի։ Երկրորդ գաղտնի վկան նույնպես ընտանիքին մոտ մարդ է եղել։ Նրա հետ կապված մինչև ձերբակալությունը մի առեղծվածային միջադեպ է տեղի ունեցել։ Վերջինս օրերից մի օր Տիգրան Խաչատրյանին հրավիրել է սրճարան։ Տուն գնալուց հետո սրճարանի աշխատակիցները կապվում են Խաչատրյանի հետ ու հայտնում, որ նրան գաղտնի տեսաձայնագրել են։ Այդ սրճարանում մեզ լավ ճանաչում են, ասում եմ, որ սրճարանում նստած էինք, մենք զրուցում էինք, ինձ հետո ասեցին, որ կողքի սեղանից մեկը մեզ նկարահանում էր։ Դե իհարկե հայրս փորձեց պարզի, թե ինչ են իրեն նկարահանել, լղոզված ինչ-որ բացատրություններ ստանալուց հետո, դե իհարկե հավատաց, չէր էլ կարող պատկերացնել, որ հետագայում իրան ինչ է սպասվում։
Մարինա Խաչատրյանը կարծում է, հնարավոր է այդ ձայնագրությունն էլ է օգտագործվում իր հոր դեմ Ռուսաստանի Դաշնությունում հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ըստ քրեական գործի քննությամբ չպարզված ժամանակահատվածում, բայց ոչ ուշ, քան 2023 թվականի դեկտեմբերի 31-ը Երևանում Տիգրան Խաչատրյանն իբր հանցավոր դիտավորության իրականացմանը ներգրավել է մեկ այլ անձի, որը հետագայում ստացել է վկայի կարգավիճակ Ավետիսյան ԱԱ կեղծանունով։ Վերջինս համաձայնել է մասնակցել սպանությանը 20,000 ԱՄՆ դոլար պարգևատրման դիմաց, պարտավորվելով 80,000 ԱՄՆ դոլարի դիմաց գտնել մեկին, որ անմիջականորեն կիրականացնի սպանությունը։ Գաղտնի անձը համաձայնելով մասնակցել սպանությանը, փաստացի Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններին հայտնել է Տիգրան Խաչատրյանի առաջարկի մասին, այսինքն Երևանում սպանության պատվեր ստանալուց հետո ոչ թե դիմել է տեղի իրավապահ մարմիններին, այլ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն ու այնտեղ կոնկրետ ոստիկանական բաժանմունքում հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Ամենահետաքրքիրն այն է, որ պատվերը վերցվել է այստեղ, բայց չգիտես ինչու գաղտնի վկան որոշել է սեփական ֆինանսներով հասնել ՌԴ, գնալ հատուկ հյուսիսարևելյան տարածքային բաժին ու այնտեղ տալ հաղորդում խղճի խայթից ելնելով։ Իսկ հայրս իբր որ նախապատրաստել է այդ սպանությունը, գնաց է հասել է ՌԴ, նստել է այնտեղ հյուրանոցում ու սպասել է, որ այդ սպանությունը իրականացվի ու սպանողը գա իրեն զեկուցի այդ մասին։ Ու այդպես չի լինում, որ 7 ամիս օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնեն, բայց չլինի գեթ մեկ ձայնագրություն, չլինի գեթ մեկ ապացույց։ Ու այս շինծուգործը հենված լինի երկու գաղտնի խարդախ վկաների ցուցմունքների վրա։ Մարինա Խաչատրյանը պնդում է, հանցավոր խումբը, որը ցանկանում է իրենց ընտանիքից գումար շորթել, շարունակում է գործել, խմբի անդամներից մեկն էլ այժմ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներից մեկում է։ Այս ամենի մասին Խաչատրյանների ընտանիքը հայտնել է Հայաստանի իրավապահ մարմիններին, օգնություն է խնդրել, սակայն պատշաճ արձագանք չեն ստացել։ Հայրս հանցավոր անցյալ երբևիցե չի ունեցել, հանցավոր պատմությունների մեջ չի եղել նախկինում, միայն մի քրեական գործով է անցել որպես վկա, դա շատ հայտնի քրեական գործ է եղել, ու այս անդրազգային հանցավոր խումբը կապ ունի այդ դեպքի մեղավորներից մեկի հետ։ Մեզ նույնիսկ հայտնի է այն անձը, ով հորս դեմ այս պատվերը իջեցրել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին, նա հայտնի ազգությամբ հայ, այնտեղ իրավապահ մարմինների նախկին ներկայացուցիչ, գնդապետ, նախկինում եւս շատ դեպքերով հայտնի է, որ նույնիսկ հայերի հանդեպ նման շինծուգործեր է սարքել ու խնդիրներ ստեղծել։ Այս ամբողջ տեղեկությունը մենք տվել ենք մեր ՀՀ իրավապահ մարմիններին ու փաստորեն սեպտեմբեր ամսից օգոստոս ամսից մինչ օրս մենք հայտնվել ենք շատ դժվար իրավիճակում, քանի որ պատշաճ քայլեր ու պատասխան չենք ստացել մեր իրավապահ մարմիններին ու ըստ երևույթի մնացել ենք մենակ այս անդրազգային հանցավոր խմբի հետ։ Փաստաբան Աշոտ Սիմոնյանը պնդում է, քրեական գործում ապացույցները բացակայում են, եթե դրանք լինեին, ապա զննության կամ գոնե փորձաքննության կենթարկվեին։ Ըստ Ռուսաստանի Դաշնության նախաքննական մարմնի 2024 թվականի հուլիսի 16-ին Գարեգին եւ Արամ Մուրադյանները կամավոր համագործակցությամբ ներգրավել են օպերատիվ որոնողական աշխատանքների մեջ, որում կատարվել է նրանց սպանության իմիտացիա, իբր կատարվել է գաղտնի անձ Ավետիսյան ԱԱ-ի կողմից։ Այնուհետև վերջինս հայտնել է, թե Տիգրան Խաչատրյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն նրան հայտնել է, որ պատվերն իրականացված է եւ համացանցի միջոցով նրան ուղարկել է սպանության լուսանկարը։ Հետաքրքրականը այն է, որ Տիգրան Խաչատրյանի մոտ առկա է եղել ընդհանուր մեկ բջջային հեռախոս, որը որ ձերբակալվելիս վերցվել է եւ հետագայում Տիգրան Խաչատրյանի կողմից այդ բջջային հեռախոսի գաղտնաբառը ինքնական հայտնել է Տիգրան Խաչատրյանը եւ այդ հեռախոսի զննության ընթացքում բարձ կարող լիներ արդյոք նման բան ուղարկվել է թե չէ։ Եթե ուղարկված լիներ, ես համոզված եմ, որ նաև կալանքի ժամկետների քննության ուրեմն ժամանակահատվածում լրացուցիչ քննիչը կներկայացներ, որովհետև ինքնին ամեն կալանքի հերթական ժամկետի երկարացում ենթադրում է նաև
գործով պատշաճանասիրության ուրեմն պարտադիր տար եւ առավել քան համոզված եմ, որ քննիչը, եթե նման տեղեկություն, նման տվյալ զննությամբ ստացած լիներ, միանշանակ կներկայացներ դատարանին, բայց նման բան չի արվել։ Տիգրան Խաչատրյանը չի ընդունում մեղքը, քանի որ նրա ընտանիքը եւ փաստաբանները խորապես համոզված են, որ նրա նկատմամբ պատվեր է իրականացվում Ռուսաստանի իրավապահ մարմինների հետ կապ ունեցող անձանց կողմից։ Խաչատրյանների ընտանիքը դիմել է ինչպես գլխավոր դատախազին, այնպես էլ ազգային անվտանգության ծառայությանը եւ քննչական կոմիտե։ Կոմիտեում շորթման հատկանիշներով քրեական գործ կա հարուցված, սակայն ամիսներ շարունակ քննությունը տեղից չի շարժվում։ Այդ մարդը հաստատի հայտնվել է պատանդի կարգավիճակում։ Դրա համար ես խնդրում եմ մեր իրավապահ մարմիններին, մեր քննչական մարմիններին, մեր գլխավոր դատախազին գոնե, չգիտեմ, քննիչներ գործուղեն այնտեղ, որպեսզի սերտ համագործակցելով ՌԴ իրավապահ մարմինների հետ այս գործը կարողանան գլուխ բերել։ Տիգրան Խաչատրյանի ընտանիքը օրեր առաջ է դիմել իրավաբաննետի խմբագրություն, ծանոթացրել այս արտառոց գործին, որի վերաբերյալ մեր լուսաբանումները շարունակվելու են։